ԱՄՆ Աբրահամ Լինքոլն ավիակիրը գտնվում է Իրանից հարվածային հեռավորության վրա։ Երկու երկրների միջև լարվածությունն աճում է։ Օրեր առաջ էր Թրամփը տեղեկացրել, հետևում է Իրանին եւ տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր, բազմաթիվ նավեր, մեծ նավատորմ։ Թրամփը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։ Որոշ չափով պատրաստություններ կան եւ արդեն ագին ժամանակ, թե որոշումը կընդունվի հարվածի, թե չի ընդունվի, ինձ թվում է շատ տարբեր գործոններից է կապված։ Ըստ ռազմական փորձագետների, Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները կլինեն օդային հարվածներով։ Իրանն ինչ խոսք հակահարված տալու է, ինչպես հայտարարել էին բարձրաստիճան իրանցի պաշտոնյաները։ Թիրախում կլինեն ամերիկյան ռազմաբազաներ, դեսպանատներ, ընդ որում տարածաշրջանում տեղակայված։ ԱՄՆ-ն իր ռազմաբազաները եւ իր դիպլոմատներին էվակուացնում է սովորաբար տենց գործողություններ կատարելուց առաջ։ Նավերի ուղարկելը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության եւ վճռականության վրա, պաշտպանելու իր ինքնիշխանությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին եւ միաժամանակ ոչ մի վայրկյան չի կորցնում իր երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության եւ արժանապատվության պաշտպանության ընթացքում։ Ըստ փորձագետների, տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմն է նաև շահագրգռված Իրանում անկայունության մշտական պահպանման այդ երկրի մասնատման առումով։ Հնարավոր է, որ օրինակ Ադրբեջանը աջակցի Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրներին։ Ըստ ռազմական ոլորտի մասնագետների, այո, եթե վստահ լինի, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իրանը կմասնատվի որպես պետություն։ Դրան են սպասում նաև Իրանում բնակություն հաստատած ազերիները։ Երևի խոսքը կգնա առաջի հերթին հետախուզության ոլորտում համագործակցության մեջ, ոնց որ եղավ 12 օրյա հակամարտության ժամանակ, այդ միակ սցենարը, որտեղ ես ինչ-որ ձևի կարող եմ պատկերացնել Ադրբեջանը ուղիղ ռազմական աջակցություն, օրինակ ինչ-որ հարվածներ իրանց բանակը կիրառել, կարող եմ պատկերացնել մենակ եթե ինչ-որ որոշում լինի, որ ինչ-որ տենց լայնամասշտաբ պատերազմ է Իրանի դեմ սկսվում, վերջանալու է Իրանի լուրջ պարտության։ Նախկինում միշտ ադրբեջանական համայնքը Իրանի ներսը ինքը ինչ-որ դեր խաղացել է, էլի ներքին ապակարգացման պայմանների ինչ-որ ճգնաժամերի։ Տարածաշրջանում քամի փչի ուղղություններից մեկը նաև Հայաստանը կարող է լինել։ Իրանում եւ Իրանի դեմ յուրաքանչյուր բացասական պրեսինգ ուղիղ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական միգրացիոն առումով։ Իհարկե Հայաստանի համար շատ մռայլ կան էլի այդ թեմաները։ Ես չեմ կարծում որ խոսքը ինչ-որ լայնածավալ ցամաքային գործողության մասին կարող է, էլի օդային գործողության մասին կարող լինի։ Հայաստանի սահմանների կողքը կլինի լուրջ անկայուն իրավիճակ։ Շատ դժվար կլինի նրանց համար, որ ներմուծում է ապրանքներ Իրանի տարածքով։ Չնայած Իրանում որոշակի չափով տեղեկատվական բլոկադային, արևմտյան եւ իսրայելական մեդիան շարունակում է իրանական հասարակության մեջ ահաբեկող, պառակտող տեղեկությունների տարածումը։ Եթե Իրանը հայտարարում է, որ իր երկրի դեմ ցանկացած հարձակում կհամարի լայնամասշտաբ պատերազմ, արևմտաիսրայելական լրատվամիջոցները համատեղ տեղեկություն են տարածում, թե իբր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանում գտնվող մի քանի 100 մետր խորության հատուկ ստորգետնյա ապաստարան ամերիկյան հարձակման ռիսկի աճի պատճառով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։